Սիրելի գյումրեցիներ, արգելի հյուրեր, այսօր մեր քաղաքի սիրտը բաբախում է այս բեմի շուրջ։ Մենք հավաքվել ենք ոչ միայն երաժշտություն լսելու, այլև մեր քաղաքի ուժը, մեր ժողովրդի համախմբվածությունը եւ մեր ապագայի հանդեպ հավատը վերահաստատելու համար։ Գյումրին քաղաք է, որ տեսել է ցավ ու կորուստ, բայց չի ծնկել։ Քաղաք է, որին ворցել են կոդել եկած շարժը, աղքատությունը, անտարբերությունը, բայց քաղաք է նաև, որ շարունակում է ապրել, շնչել ու սիրել։ Այս բեմը հենց նրա ապացույցն է։ Մենք կանգնած ենք, մենք միասին ենք, եւ մենք գնալու ենք առաջ։ Թող այս համերգը դառնա ոչ միայն ուրախության վախ, այլ նաև խոստում։ Խոստում, որ մենք չենք թողնի Գյումրին մոռացվի, չենք թողնի, որ անտարբերությունը հաղթի։ Սիրելի գյումրեցիներ, մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Եթե մենք միասին լինենք, ոչ մեկ չի կարող մեզ խոդրել։ Ուրեմն եկեք ամեն օր գործենք ու պայքարենք, որ Գյումրին նորից դառնա Հայաստանի մշակութային, սպորտային, կրթական ու տուրիզմի մայրաքաղաքը։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է։ Հանուն Գյումրի, հանուն հայոց ազգի եւ հանուն Հայաստանի Հանրապետության։ Այսօր մենք, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, պարտավոր ենք հիշել ու չմոռանալ մեր շիրակի թևի առաջնորդ Միքայել Սրբազանի մասին, որը շինծու մեղադրանքով բանտարկված է։ Միքայել Սրբազանը ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց վստահ եմ, որ իր հայրական նորոգությունը հաստատ կբերես ու կտար իր հոտին, իսկ գյումրեցիների։ Ու վստահաբար կասես. շնորհավոր տոնդ, մեր սրտի հայրաքաղաք, շնորհավոր տոնդ, իմ Գյումրի,